հոգևորական մեղք գործում է։ Սուրբ Հովան Ոսկեբերանին մի անգամ հարցրին, ինչու Աստված չի ստեղծել քահանաներին առանձին որպես անմեղսունակ մարդկանց դաս, օրինակ հրեշտակները լինեին քահանաներ, որ մեղք չգործեին։ Ոսկեբերանն ասում է, Աստված շատ իմաստությամբ տնօրինել է, որ հոգևորական լինեն մեղավոր մարդիկ, որովհետև միայն մեղավոր մարդը կհասկանա դիմացինի մեղքը, կկարողանա բուժել, որովհետև ինքը տարածած չէ իր հոտից, որովհետև ինքը այդ հոտի, այդ մեղքի հետ առնչվել է։ Մարդը երբ գալիս է իր մոտ ու ասում է ես նախանձում եմ, քահանան ինքը այդ նախանձը ունեցել է եւ ինքը հաղթահարել է եւ ինքը ունի փորձառություն։ Հրեշտակները մեզ չէին ների։ Պատկերացնում եք հրեշտակների մոտ մենք խոստովանության գնայինք։ Հրեշտակը չի պատկերացնի։ Իսկ մենք օրինակ ինչ աղոթք ունենք Սուրբ Ներսես շնորհալին դիմում է Աստծուն ասելով արդարությամբ մի դատիր ինձ, այլ ողորմությամբ քավիր իմ մեղքերը։ Մենք երբեք Աստծուց արդարություն չենք ուզում։ Իսեր Աստծո, սարսափում եմ պատկերացնել ինչ կլինի նույն իմ հետ, եթե հանկարծ մի օր Աստված արդար լինի իմ նկատմամբ։ Մենք ողորմություն ենք ուզում, որովհետև մենք ինքներս խորքային մեղավոր մարդիկ ենք, որոնք մեղքի հետ ամենօրյա պայքարի մեջ են։ Մենք ամենօրյա պայքարի մեջ ենք մեղքի հետ, որովհետև եթե սովորական աշխարհիկ մարդու վրա մի դև է հարձակվում, մեր վրա 1000 դև է հարձակվում։ Հոգևորականն ավելի շատ է հարձակման տակ, հոգևորականն ավելի շատ է գայթակղության մեջ, եւ հոգևորականը ամեն օր մեղքի հետ առնչվում է։